Աստվածոն ոնց է ջան ուրախ նարեն էր գունյան չէ կներեք ուզում եմ բոլորիդ հիշեմ բայց որով մեկը հարցերով բան չի կարող փոխել ուրախ եմ բոլորիդ տեսնել Ես ամրացնեմ կներեք տղեր ներեցիք Բարև ձեզ նարեկին էլ հիշեցի Պատրաստեք ժողովրդին բոլորը Ես պատրաստ հետևից մի քիչ կողք կանգնենք էլի Հենց կանգնեմ Չէ Դուք էլ լրագրողների հետ միացեք իրանք ասում է կողք կանգնեք Այստեղից նայեք հա լավ ասենց հարմար է ձեզի Հա ուրախ եմ հաճելի է Աստված բոլորիդ օրհնի Ով անձի օրհնեցեք Տեր այր ասում Աստված բոլորիդ օրհնի ուրախ եմ բոլորիդ տեսնել Տերներ հիմա այսօր այստեղ եք հավաքվել ինչի համար ինչ է կատարվում այս պահին Մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում վեհափառ հայրապետին մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին եւ ուզում ենք որ վեհափառ հայրապետը արդարացի կամ ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև խոստումների, սուտ խոստումների զոհ են դարձել, կխնդրենք, որ վեհափառ հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ եւ կմաղթենք, որ նաև այնպիսի որոշում կայացնի, որ նաև բավարարի մեր հավատացյալ ժողովրդին, որոնք խնդրում են, որ վեհափառ հայրապետը արդարացի որոշում կայացնի իրենց նկատմամբ, որովհետև նախկինում էլ մեր եկեղեցին այս նույն եպիսկոպոսների, որոնք երեք տեսանք վարչապետի կողքին, ես նույնիսկ հայտարարությունը չեմ համարում, որ իրենց ազատ կամ արտահայտությունն է եղել, ես կարծում եմ իրենք այդ հայտարարությունը արել են պարտադրանքի ճնշման տակ, կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, որտեղ նախկին վարչապետի հայտարարություններից կոնկրետ հենց որ վարչապետը քննադատում էր եկեղեցուն, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերոհիշյալ արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները։ Ներողություն դուք որ ասացիք մեղադրում վարչապետի հետ հանդիպման գնացած արքեպիսկոպոսներին կոնկրետ փաստեր կասեք ինչու։ Դուք ասում եք այնպիսի բաներ ունեն։ Ասենք նայեք, եթե իրենք առանց վեհափառ հայրապետի գիտության արդեն վարչապետի հետ հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է, իրենք դրա իրավունքը չունեին, այսինքն նման ֆորմատով առանց վեհափառ հայրապետի գիտության, եթե իրենք հանդիպման են գնացել կամ հայտարարություն են հրապարակել, իրենք դրա իրավունքը չունեին։ Վարչապետը նրանց օրինակ շատ հոգևորականների մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Կոնկրետ իրենց է մեղադրում։ Ում։ Հայտ իր հետ հանդիպվածներին։ Օրինակ, ում անունը կտակ, որը խախտել է կուսակրոնության։ Առանց նույնիսկ անունը տալու իրենք այդ բոլորը հասկացել են, նախկինում էլ նման խնդիրներ իրենք ունեցել են։ Բոլորը։ Այդ որ իր շուրջ հավաքվել էին, այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները վատ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհափառ այդ հանդիպումով, վարչապետը այդ հանդիպումով, ինչ որ առումով մաքրեց եկեղեցին, այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց վեհափառ հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա վեհափառ հայրապետի իրավունքների մեջ է, եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ վեհափառ հայրապետը կարող է նաև ներողամիտ լինի։ Օրինակի համար, եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր
եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ վեհափառ հայրապետը, եւ վեհափառ հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։ Ինչու՞ հոգեվորականները չէին բարձրացնում այդ խնդիրների մասին, որ դուք հիմա մատնանշում եք, որ կուսակրոնության ուխտ են խախտել եւ այլն։ Դուք ասում եք գիտեինք այդ Ես չեմ բարձրաձայնել այդ մասին, նախ ասեմ վարչապետն է բարձրաձայնել իր տարքեր հայտարարություններով եւ ասենք մենք այդ խնդիրները ժամանակ առ ժամանակ բարձրացնում ենք, դրա արդյունքում շատերը նաև կարգալույծ են արվել ժամանակին, շատերն էլ զղջացել են, ապաշխարության իրենց համար շրջան է տրվել, փորձել են հետ գալ ապաշխարությամբ եկեղեցի, նաև վստահաբար վեհափառին խոստացել են, որ նման բան չի կրկնվի, բայց հիմա արդեն կրկնվելու դեպքում, որի արդյունքում կարող են իրենց դեմ կոմպրոմատներ լինեն իշխանավորների ձեռքին, որոնցով իրենց շանտաժի, ահաբեկման են ենթարկվում, այսինքն իրենք չեն կարողանում իրենց կատարած արարքների պատասխանը տալ։ Նայեք, օրինակ կաթողիկոսներ են խախտել կուսակրոնությունը, որտեղ վարչապետը իրենց էլ է մեղադրում։ Վարչապետը թացը չորի հետ խառնում է, համատարած միջավայր է փորձում ստեղծել ատելության, թշնամանքի։ Ես չեմ կարծում, իհարկե չեն խախտել։ Իհարկե ես ասենք կարծում եմ, որ ի պատիվ իրենք չեն խախտել, դրա համար էլ հաստատուն կերպով իրենք կարողանում են մեր խնդիրները վեր բարձրացնել։ Օրինակ, գիտեմ, որ վեհափառ հայրապետը Արցախի թեմը չի լուծարել, եւ սա էլ իշխանությունների համար խնդիր էր, եւ այսօր տեսնում ենք ցավոք սրտի դառը իրավիճակը, երբ ասենք վեհափառ հայրապետը այն թեմը, որը ինքը չի լուծարել, որ իշխանությունները կուզեին լուծարել, եւ թեմի առաջնորդը վերջի պատերազմի ժամանակ ես չգիտեմ որտեղ է եղել, Արցախում է եղել, թե չի եղել, նաեւ այն վերջի շրջանում, որ ռազմա քաղաքական ղեկավարությունները գերության մեջ են, այսինքն իրեն տեսնել այնտեղ գնալը արդեն իր համար կոռեկտ չէ։ Ջան, մեկ հարցել ես ամ։ Դուք որ նշեցիք վեհափառ հայրապետը նախկինում նրանց հնարավորություն է տվել ուղղվելու, մասնավորապես կասեք ով ինչ է արել, ում է ինչ ներել, որ հիմա էլ այդ կոմպրոմատները, փաստերը կան իշխանությունները։ Ասենք այդ փաստերը, այսպես ասեմ, իրանց դեմ օգտագործելուց հետո վարչապետը ոչ միայն իրենց կօգտագործի եկեղեցու դեմ, այլ նաև իր նպատակն է, որ բարեպաշտ ժողովուրդը այդ կոմպրոմատները հիմա կդնի համացանցում եւ եկեղեցին շատերին կթվա, թե ավելի վարկաբեկվեց, բայց ասեմ, մեր եկեղեցականների մեծագույն մասը ապրում են շատ բարոյական կյանքով, շատ օրինակ բան հարցրեցի, նախկինում ում է ներել, ում է շանս տվել։ Այդ բոլոր մարդիկ, որ այսօր վարչապետի կողքին են հայտնվել, Կճոյանին ինչ այդ բոլոր Բենթլին է ներել, Ապորինի հարստանալ։ Վարչապետը Բենթլիից էր չէ խոսում, Ապորենի հարուստ լինելուց էր խոսում։ Ինչու է կաթողիկոսը այն դեպքում նախկինում ներել, օրինակ Սոփուշվայց կյանքը։ Եկել են, զղջացել են, խոստովանել են, վեհափառ իրենց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել, բարեգութել, որովհետև բոլորը սխալներ։ Կճոյանին տեսել եք Բենթլի ունենալու, Ապորինի հարստանալու համար։ Ես չեմ տեսել։ Բա ինչպես մի րոպե, թույլ տվեք պատասխանի, Ժողովուրդ ջան։ Իսկ ինչպես գիտեք, որ նման բան է եղել, որ չեք տեսել։ Նայեք, քննադատություններ համացանցում եղել են, բայց վեհափառ հայրապետը դրանով հանդերձ իրենց պահել է։ Ինչպես վեհափառ հայրապետը արդարացրեց։ Եվ վեհափառ հայրապետը եկեղեցականների մեծ պակաս ունի։ Գիտեք, Եղեռնից առաջ ինչքան քահանա ենք ունեցել, մոտ 5000 քահանա ենք ունեցել 15 թվից առաջ։ 4000 քահանա Եղեռնի ժամանակ զոհվել են հոգևորականներ։ Արևելա Հայաստանում մոտ 700 հոգևորական է եղել առաջին հանրապետությունից առաջ։ Այսինքն խորհրդային շրջանում 700 հոգևորական է բռնադատվել եւ այսօր Հայաստանում շուրջ 250 ընդամենը հոգևորական ունենք։ Անկեղծ ասեմ, որ մենք մեծ թերություններ չենք ունենում, մարդիկ ենք բոլորս թերություններ ունենք։ Անթերի հոգևորականներ չկան։ Մեր եկեղեցում մեկն է, որ անթերի է, դա Հիսուս Քրիստոս է։ Բայց եթե մեր եկեղեցու օրինակ ամենայն հայոց կաթողիկոսը լիներ Պետրոս Առաքյալը, վարչապետը նույն հաջողությամբ իրեն պիտի ասեր
մատնության գիշերը տիրոջի 3 անգամ ուրացար։ Եթե Պողոս Առաքյալը լիներ, պիտի ասեր Անտիոքի քրիստոնյաներին հալածեցին, հիմա էլ գնում էիր Դամասկոսին հալածեիր։ Եթե անգամ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչը լիներ Վեհափար Հայրապետի փոխարեն, պիտի ասեր քո հայրանակը մեր հայոց Խոսրով թագավորին է սպանել։ Եվ նման հայտ պիտի ասեր եւ էլի հակաեկեղեցական պայքար տաներ։ Բայց այն մարդիկ, որոնք իրենց սկզբունքներին մանավանդ մի 2 ամիս առաջ իրենց հայտարարությանը դեմ այսօր հայտարարություն են անում, սա խոսում է հստակ այն մասին, որ իրենք ահաբեկված են, իրենց առջև դրել են ինչ-որ հարցեր, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն եւ իրենք կարծում են փրկողակը վարչապետի առաջարկած այդ փրփուրներն են, որոնցից իրենք բռնվելով չեն կարողանալու փրկվել։ Որ հայտարարությունը նկատում եք ներողություն, որ հայտարարությունը նկատում եք, որը արել են հիմա դրան հակառակ բազմաթիվ հայտարարություններ, սկսած իրենց աբեղաձեռնադրվելուց արված հայտարարությունը եկեղեցու հնազանդության ուխտը, աղքատության ուխտը, կուսակրոնության ուխտը ու բազում այդպիսի ուխտեր, որոնք իրենք ասել են եւ նաեւ Մայրաթորի եպիսկոպոսները բազմաթիվ հայտարարություններ են ունեցել, այդ թվում ասենք այն ժամանակ, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանքի մեջ չէին, իրենց կալանավորումն էլ պատահական չէ, իրենք մեր եկեղեցու են նվիրյալ եպիսկոպոսներն ու arczepiskoposներն են, որոնց նաև եպիսկոպոսների, arczepiskoposների մի մասի համար ամուր պատվար էին, նաև իշխանությունների հակաեկեղեցական բռնաճնշումներին, որ գիտենք, սա մակերեսային երևույթ չի, այս երևույթը ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից եւ այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, առավել ասեմ Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին։ Այդ թվում ես որպես եկեղեցական, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երբևիցե դրածո կլինի իշխանությունների կողմից, որևէ կերպ իրեն չենք կներեք, որևէ կերպով նման դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու։ Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվու բանտում լինելու պայմաններում խաղաղություն, անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության եւ առավել եւս իշխանությունների հակասահմանադրական միջամտության։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր կառավարությունում այս եպիսկոպոս եւ arczepiskoposները ընդունում, իհարկե ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինքը որպես շարքային հավատացյալ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս Հովանավանքում թույլ տալիս, որ ինքնիրավչությամբ չներեցին այդ շանսը, չտվեցին, ինչպես օրինակ մեքենաներ ունեցված իրեն տվել են այդ շանսը մեր խնդրանքից հետո, երբ որ խնդրել ենք թեմակալ առաջնորդին, այո, անձամբ ես գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել եմ, որովհետև բացի Սրբազան հոր անունը չի հիշատակելուց, նաև Վեհափար Հայրապետի անունը չի հիշատակել, անձամբ ես եմ քահանաներից եղել մեկը, որ գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել ենք, որ իր հարցը կարգապահական ներկայացնի, Սրբազան հայրը ժամանակ է խնդրել մեզանից, ասելով, որ հանձնախումբ կձևավորի, 3 հոգևորականներ հանդիպել են իր հետ, խոսել են, բանակցել են, որպեսզի իրեն հնարավորություն տան եկեղեցի վերադառնալու, ինքը ասել է արդեն ուշ է, չեմ կարող վերադառնալ, ավել ասեմ նույն իրավիճակում է Ստեփան Ասատրյան, այսօր ինքը ազատ իրեն չի զգում, ազատ չի շփվում, իր տանը ոստիկանական հսկողություն կա, իր վրա էլ վստահաբար նյութեր ունեն, հիշում եմ դրանից դեռևս 1 ամիս երկրորդ հոգևորականի վրա մի հատ կոմպրոմատ կա, մի հատ պապ կա, ասենք չունեն երկրորդի վրա, փառքաստու չունեն, ասենք պատկերացրեք թեմի 19 հոգևորականի տարել են քնչական տունը խոզարկությամբ, մեր բնականից ոչ միայն իմ հեռախոս, այլ 3 համակարգիչ են տարել, 4 երեխաներից կնոջս հեռախոսներն են տարել եւ
թեմի հիմնական քահանաների վրա որևէ կոմպրոմատ իրենք չեն կարող գտնելու դեպքում էլ մենք առողջություն այդ կոմպրոմատները լուծելու ճանապարհը գիտենք, եթե մեր թերությունները, սխալները անհամատեղի են մեր եկեղեցական լինելուն, մենք պատրաստ ենք ցանկացած բայի եկեղեցուց դուրս գալով, եկեղեցական կարգից զրկվելով մնալ որպես շարքային հավատացյալ եւ որպես շարքային հավատացյալ լինել եկեղեցում եւ եկեղեցու կողքին։ Ես Տեր Վրթանեսն եմ, Տեր Փառենը չեմ, բայց սիրով կլսեմ, մեծ պատիվ այն Տեր Փառեն ասելն էր։ Ներողություն, Տեր Վրթանես, Աշակ Սեփազանը եւս զղջացել ու ապաշխարել է ու ներում է ստացել։ Նախ ասեմ, որովհետեւ ներողություն, որովհետեւ ասեցին տեղեկություններ տարածեցին, որ իր մասնակցությամբ տեսանյութը տարածված ճիշտ է եղել եւ կեղծված չի եղել։ Ասեմ, այդ տեղեկությունը նախ ճիշտ չի եղել, կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է, բացի այդ դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդուն հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անվարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենակում այդ մասին տեսանյութ այդ կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Երեք ճիշտ ասած մեր հարազատներից մեկն էր զանգել, ասենց շատ հարազատ անձնավորություն ասում է, դեր այդ տեսանյութը նայել եմ, այնտեղ որ ասում են, այս ինչի հետ է, այս ինչին ես անձամբ ճանաչում եմ, նա չի տեսանյութում, ասում եմ արգելից, ինձ ես բացատրում, դե գնա 3 միլիոն բերան փակի, նման ապատեղեկատվությունները նպատակ ունեն թշնամանք տարածելու, նախ տեսանյութը ապօրենի է արվել, ինչպես են նման եւ ապօրենի է արված եւ արհեստական բանականության ապօրենի արդեն արված է կներեք, տեսնենք էլ ինչպես է ապօրենի տիկնոջն են արհեստական բանականության բոլորին նայեք իրեն մարդուն պիտի որպեսի մեր արհեստական բանականության համար միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն եւ այդ նպատակով իրենք նույնիսկ բոլոր մի քանի կամերաներ են փորձակնության արդյունքներ ունեք։ Ես իմ սեփական աչքով, նույնիսկ անձեն աչքով տեսանյութի վատ որակը գլուխի շարժումից սկսած դեմքի շարժումից ձեռքի հստակ երևում է, որ դա արհեստական, դա ուղղակի առանց մասնագետ լինելու հստակ երևում է, բայց նաեւ ապօրենություն է կատարվել, մեզանից շատերին նաեւ գաղտնալսել են ապօրենի կերպով հետևել են, հետապնդել են տարբեր ձևերով, ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի, ասենց ոստիկանական մեքենաներով, ասենց ոչ ոստիկանական տարբերանշան մեքենաներով հետևել են, երկար ժամանակ հավանաբար նաև հեռախոսով են գաղտնալացել, ես որևէ մեկ կոմպրոմատից չեմ վախենում, նախ այնպիսի բան առաջ չունեմ որևէ բանից վախենամ, անկեղծորեն ասեմ, բայց նաև եթե նման նյութեր լինի, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, եւ եթե եկեղեցին օրինակ կարճաժամկետ պատիժ չի տա, ասենք փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծկանից, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներով, ես կուզեմ, որ մեր բարձրաստիճան, ցածրաստիճան հոգևորականներից, մեր քաղաքացիներից սկսած այնքան քաջությունը երեք Լիդիան ազատության մեջ էր։ Երեք իմ օրը շատ տոնական էր, անկախ նրանից, անկախ իրենց վարչապետի հետ հանդիպումից, ես օրինակ ավելի շատ երեք ուրախացել եմ, քան տխրել։ Ուրախացել եմ Լիդիա Մանթաշյանի ազատության համար, կներեք հեսա։ Այդ հոգևորականը դա Լիդիա Մանթաշյանի քաջության համար նախորդ դատին, նախորդ 5 շաբթի տեսա ինչպես Լիդիան իրեն շատ աղջիկ լինելով, շատ քնքուշ լինելով հանդերձ, բայց իրեն շատ քաջ, շատ արի կերպով եւ արդյունքում է երեք ինքը դատանի դահլիճից ազատ արձակվեց եւ վստահ եմ, որ Աստված նաեւ ազատություն կտա բոլոր կալանավայրում եպղող եպիսկոպոսներին։ Ես այսօր ավելի շատ աղոթում եմ թվացյալ ազատության մեջ եղող, բայց իրենց սկզբունքներին, իրենց ուխտը դրժած եկեղեցականների համար ավելի քիչ աղոթում եմ կալանավայրում եղող եպիսկոպոսների համար, որտեղ իրենք իրենց ճիշտ տեղում են եւ հալածանքներ են կրում։ Փառք ու պատիվ իրենց, ես որպես իրենցից կրտսեր եկեղեցական կան իրենք իմ համար իդեալական հոգևորական։ Կներեք, դուք տեսել եք այստեղ այն եպիսկոպոսներին, վարչապետի հետ հանդիպած հոգևորականներին այսօր այստեղ տեսել եք, թե ոչ նրանց մասնակցությամբ խիստ կա, թե ոչ։ Ձեր ինչ հարց եք տալիս։ Կհիշեմ, ձեր հարցն եք կհիշեմ։
Չեմ մոռանա, պատասխանեք։ Հա, իր հարցին, Նարեկի հարցին պատասխանեմ, ճիշտ ասած չեմ տեսել, ասենք որևէ ձևի չեմ քաշվի տեսնել եւ իրենց աչքերի մեջ նայելուց, բայց դուք հարցը տվեք։ Տեսեք, դուք ասացիք, որ Բարսասիջան եկեղեցականները, ովքեր երեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են, իրենց վախեցրել են, կոմպրոմատներ ունեն իրենց դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իրենց շնորհակալություն էր հայտնել իրենց սկզբունքային լինելու համար, սկզբունքային դիրքորոշման համար, որ գնացել էին, ներկայացել են, եւ նաեւ խնդրում եմ ասեք, եթե վեհապարը նաեւ Նավասարդ arczepiskopos Կճոյանի վերաբերյալ դուք ասացիք ապաշխարել է, դրա համար ներել օրինակ Առաքել Սրբազանին ինչի համար է ներել։ Ինքն էլ է անցել այդ ճանապարհով, որովհետև առաջին հարցը Նիկոլ Փաշինյանը 3 եպիսկոպոսներին Առաջի հարցին պատասխանեմ, երկրորդի պատասխանել կգտնեք, Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար 1 ստախոսն է, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, ջան, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահված ունի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկում է։ Այսօր ասում է մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե իրեն ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է ասել Նիկոլ Փաշինյանը ինքը, եթե համարում եք մոլորված զավակ, պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է, եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք, ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը, կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային, եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առաքից խոսել, եթե ասում է դատաստանի առաքի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում էի ինձ այցի եկաք, դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ arczepiskopոսների, ասում է տնանկ էի ինձ տանս ընդունեցիր, ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել, ինքը ասում է որբերին խնամեցիր, 44 օրյայի պատերազմի իր ապաշնոր ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել, այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք, այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, arczepiskopոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել, Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել, դրա համար էլ սիրտս ցավացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են։ Դարձի գալը այսպես է, մարդը պիտի զղջա Խոստովանի եւ Հատուցի։ Իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա Խոստովանի էլ, կարծում եմ ինքը չի կարող հատուցել, որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի, ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել, քան մենք կորցրել ենք 44 օրյայի պատերազմի ժամանակ, ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց։
ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։ Դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո, իր լսելիքին հաճո իր շուրջը համախմբի հոգևորականների նրա։ Օրինակ տեսանք 8 հոգևորականների, որոնք կներեք հանդիպեցին Փաշինյանի հետ։ Դուք տեղեկություն ունեք այդ 8 հոգևորականներից բացի այլ բարձրաստիճան հոգևորականներ եւս միանալու են։ Ինքը 8 տարվա մեջ 8 հոգի է հավաքել իր շուրջ։ 54-ից։ Այո, 54-ից, այսինքն քանիսն են մնում այնտեղ 44-ը։ Եպիսկոպոս, արքեպիսկոպոս նկատի ունի։ Այո, 54-ից եթե Միայն այդ 8-ը ութն են, միացել Տեր Հայր, են եւ վեհափառի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեծագույն մասը, ավել ասեմ, եթե եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեհափառ Հայրապետի հրաժարական։ Կան էլի Մի միացողներ, րոպե թե միտքս միայն ավարտեմ։ Վեհափառ Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեհափառ Հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի եկեղեցու կանոններով վեհափառ Հայրապետի կանոն չկա շնության դեպքում, նույնիսկ ես նայեք սխալ չհասկացում, նույնիսկ եթե վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, եկեղեցական կանոն չկա, կանոնագիր քայոցում կանոն կա քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի, եպիսկոպոսի կա, սարգսակի կա, աշխարհիկի կա, բայց վեհափառ Հայրապետի վեհափառ Հայրապետի նման կանոն նույնիսկ գոյություն չունի ուխտը խախտելու իր վեհափառ եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են, նայեք, մարդու անցյալի վրա ինչ որ մեղքեր բարդել, այսինքն ցանկացած մեկս անցյալում ներկայում մեղքեր ունենք 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար այսօր հիշել են եւ ինչ ասեմ այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ զաքսով ոչ եկեղեցով ամուսնացած չի հենց օրենքի խախտում է այդ կանոնագիր քայոցը բոլորիս համար է ժողովուրդ բոլորս մարդ ենք եւ բոլոր մարդկանց համար է կանոնագիր քայոցի օրենքները օրենքից վեր մարդիկ չկան իրենք դրա իրավասությունը չունեն իրենք ինքնիրավչությամբ են զբաղվում որի համար պետությունը քրեական հոդված ունի պետական պաշտոնյայի հովանավորչությամբ նման արարքը նաև ավելի է խստացում, եթե պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է արվում, սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիրը ունի 2007 թվականին կնքված, որտեղ վարչապետը որևէ լծակ չունի, եթե ես օրինակի համար գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար, ինձ մայրաթոռը կարող է որպես քահանայի նաեւ շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը, այդ թվում հոգևորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել Եթե օրինակ ես շնություն մեղք գործեմ, իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք կունենա, բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեհափառ Հայրապետի կողմից հաստատելուց հետո կներեք եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է Տիրոջ օծյալ գահակալի նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ինքը նույնիսկ միջոց է օծման համար կարևորը վեհափառի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու
Տեր Վրդանես, դուք տեղյակ եք բարձրաստիճան հոգևորականների այս պահին ընթացող ժողովից, ինչ ժողով է տեղի ունենում, արդյոք վարչապետի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որովհետեւ այնտեղ ցանկում նրանց անուններ կա, կազմում, հա, ժողովի, արդյոք նրանք ներկա են այդ ժողովին, ովքեր հարցի համար շնորհակալ եմ, անտեղյակ եմ, տեղյակ չեմ։ Իսկ դուք ասացիք, որ եկել եք հանդիպելու կաթողիկոսին։ Չէ, ես եկել եմ մարտաճար աղոթելու, այո, իմ աջակցությունը հայտնելու։ Չէ, տեղյակ չեմ։ Տերեր եկեղեցին Եվ որևէ այդ մանատ, ես այսօր առավոտյան Կալանավայրում գտնվող Մրկերտի arczepiskopos Պռոշյանի օրհնությամբ եւ մեր թեմի հոգեվոր տեսուչ հայ Շնորհ Պալոյանի օրհնությամբ այցելել եմ Խոշի Սուրբ Ստեփանոս մեր ուխտավոր հավատացյալների հետ եւ այնտեղ նաեւ աղոթել ենք Վեհափառ Հայրապետի համար, որ մեր Վեհափառ Հայրապետին երկար արևշատ օրեր տա Աստված, նաեւ Կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մանավանդ Միքայել arczepiskopos Աճապահյանի համար, որտեղ ինքը չնայած իր արտաքին այսպես քաջ, համարձակ տեսքին, ինքը փուխր առողջություն ունի, ինքը գիտնական, մտավորական, հոգևորական է, բայց շատ առողջական լուրջ խնդիրներով անձնավորություն է, որոնց համար ինքը չի լացում, չի մխկտում, սենց խեղճ դեմք չի ընդունում, բայց ինքը շատ փխրուն առողջություն ունի։ Կուզեմ, որ նաև դուք էլ աղոթեք իր առողջության համար, որտեղ Կալանավայրում եղող հոգևորականների հետ նաև շատ վատ են վարվում, անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ ուզարկության ժամանակ, երբ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ որ քնչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջի անգամ քնչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանման չեն եկել։ Ինչպես են վարվում հոգեվորականների հետ, որ ասացիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական։ Ասենք, անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյա երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քնչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի Բայց կարիք ունեիք։ Այո, կարիք ունեի, ավել ասեմ փոքր երեխաց մենք գիտեինք քնածեր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից զբաղվածք է իմ ընտանիքիս անդամ։ Դիմակավորված մտել էին։ Չէ, առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ զբաղվածքով, ոտավորապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա, չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց հետ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։ Եվ կներեք մի բան ճշտեմ, էլի դուք որ ասեցիք արհեստական բանականությամբ, դա ինչ որ փորձաքննության հիմքով եք դուք ասում, թե Ես անզեն աչքով նման վիդեոները իրարից տարբերելու, ասենք sense պրիմիտիվ, ասենք կարող եք դուք մտնել այդ նույն վիդեոները, եթե ձեզ հասանելի է, եթե հարմար կամարեք, մտեք, տեսեք եւ վստահ եմ դուք ինձանից լավ կարծիք կհայտնեք եւ վստահ կիմանաք, որ դա արհեստական բանականությամբ է։ Ես անձամբ, ասենք, Սրբազան հորը շատ լավ ճանաչում եմ, շատ հարգում եմ Եվ եթե նույնիսկ ինքը որևէ խնդիր էլ ունենա, ինքը այնպիսի ասենց քաջ առաքինի անձնավորություն է, որ պատրաստ է խնդիրների համար պատասխան տալ, ցանկացած հարցի համար եւ Արշակ Սրբազանը ի պատիվ իրեն այն անձնավորությունն է, որ հարկ եղած դեպքում, եթե զգա իր պատճառով կարող է եկեղեցին նույնիսկ վարկաբեկվել, ինքը պատրաստ է եկեղեցի։ Կոտայքի թեմի առաջնորդը Նյուզեյմին հարցազրույց է տվել։ Մյուսներից ով հարց չի տվել։ Թույլ տվեք ես տամ, էլի թեմայի հետ եք։ Բոլոր հարցերին, ձեր հարցերին էլ։ Հաղորդի թեմայի հետ։ Նայեք, ձեր հարցերին միջև վերջ կկանգնեմ, բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ։ Չէ, բայց չէ, ձեր հարցին էլի կպատասխանեմ։ Ես չեմ շտապում, չէ, դուք չէ։ Ով որ հարց չի տվել լրագրողներից, կուզեմ իրանք հարց տան եւ նորից ձեր հարցերին
ներողություն էլի, հա, ով հարց չի տվել, ով չի տվել, լավ, ուրեմն կներեք, լավ, ուրեմն ձեր հարցին պատասխան։ Շնորհակալություն։ Դուք որ ասում եք Արշակ Սրբազանն ասում է, եթե իմանամ եկեղեցու Չեմ ասում, ինքը ասում է, ես եմ ասում, եթե Արշակ Սրբազանը իմանա, որ իր վարքով, կենցաղով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, վստահ եմ իր եկեղեցասիրության վրա որևէ կասկած չունեմ, ինքը ցանկացած պահին պատրաստ է եկեղեցուց դուրս գալ, եկեղեցին չվնասելու համար, բայց ինքը որևէ այդպիսի խնդիր չունի եւ ուրախ ենք, նաեւ իմ աջակցությունն եմ հայտնում Արշակ Սրբազանին, մենք իրեն շատ սիրում ենք, հարգում ենք, մեր հավատացյալ ժողովուրդը իրեն շատ արժևորում է, ինքը մեր շատ սիրելի Սրբազան հայրերից է։ Եվ ավել ասեմ, մարդկանց ցանկացած մարդու, քանի որ իր մեղքը հաստատված չէ, եթե նույնիսկ զրպարտություն կա, մենք այդ մեղքը չենք կարող ընդունել որպես գործած սխալ։ Մի րոպե իմ հարցը հերթնա։ Տեսեք, դուք այսօր այդ կապված մենք ավելի շատ բանակցում ենք ով հաստա, քան հարց։ Չէ, հերթով տվեք ուղղակի։ Դուք ասացիք իմ հարցն է։ Ձեր պատասխանեցին իրան, երկրորդ հարցը կտաս, էդ էլ կսպասեմ։ Չտվեցի հարցը։ Սիրով կսպասեմ, չեմ գնում, չեմ փախնելու հարցը։ Լավ, եթե բարդ է։ Նույնիսկ եթե կամերա որևէ բարդություն չկա, եթե կամերաներն էլ գնան, հաղորդավորներն էլ ձեր բոլոր չէ, իր հարցին պատասխան։ Դուք նշեցիք, որ անձեն աչքով էլ տեսանելի է, որ արհեստական բանականությամբ է գեներացվել, ապօրինի կերպով լոգարանում տեսախցիկ են դրել, որպեսզի այս ամեն ինչը կարողանան ստանալ, բայց ինչպես գործընկերս նշեց, Կոտայքի թեմի առաջնորդը Նյուզեմի հետ զրույցում նշել է, որ սրբապղծություն է տեղ ունեցել եւ վեհափար հայրապետին մի քանի անգամ դիմել են, որպեսզի ժամանակավորապես Արշակ Սրբազանը լքի անգամ կարգալուծության հարց չի քննարկվում, ինչպես է ստացվում, որ Եվ նա ասում է, որ կաթողիկոսն ասած չեմ կարող Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Լավ, հարցին պատասխանեմ, քանի որ հարցը նորից հնչեց, ես նախորդ հարցին էլ պատասխանեցի, ու այն 8 եպիսկոպոսները, եւ արքեպիսկոպոսները, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք ազատ կամ արտահայտության հնարավորություն չունեն, իրենք զրկված են ազատ կամ արտահայտություններից, իրենց դեմ ունեցած շանտաժի, բռնության, նաև կոմպրոմատների պատճառով եւ քանի որ հարցը իրենցի տված հարցն էր, որ ինքը հայտարարություն է արել, ես կարծում եմ իր հայտարարությունը հիմնավոր չէ։ Իսկ Առաքել Սրբազանը իր ասած ինքը իրենք կրոնության ուխտը խախտել է։ Ես Ժորժ ջան, այդ հարցը ես քննություն առնողը չեմ։ Թող ասենք այդ հարցերը բոլորը Ինֆո ունեք դուք թե չէ։ Չէ, չունեմ։ Ճիշտ ասած, ես ասենք տենց որևէ մեկի անձնական հարցով, այդ թվում իմ համայնքի անդամների անձնական հարցերով զբաղվում եմ այն դեպքում, երբ որ իրենք խոստովանության համար անհատապես գալիս են իմ մոտ եւ ինձանից խորհուրդ են հարցնում եւ փորձում են այդ մեղքից դուրս գալ, ես այդ դեպքում իրենց խորհուրդ եմ տալիս, օգնում եմ։ Ես երբևիցե չեմ հետաքրքրել ոմանք ինչպիսի բարոյական կյանքով են ապրում, իրենց այդ անձնական հարցերը գալիս են իմ քննարկման շրջանակ, երբ որ մարդը գալիս է իմ մոտ խոստովանության։ Դուք նախորդ պատասխանից մեկում ասացիք, որ կաթողիկոսի հետ կապված այդպիսի խնդիր չկա, եթե նա Ես երբևիցե նման խնդիր չեմ լսել, չեմ տեսել, հիմքեր չունեն։ Ինչու չեն ասում, զավակ ունի թե չէ, եթե մեկը Ասեմ, ձեր հարցին, եթե չեն ասում, ով եք ասում, ես ասում եմ չունի։ Մայրաթորը ինչու չի ասում։ Մայրաթորով է, ես մայրաթորի քահանաներից մեկն եմ։ Համակարգը, որը մայրաթորի պաշտոնական դիրքորոշում Հիմա կներեք ոնց որ ինձ ասեն դու այլ մոլորակային ես, ես գնամ ասեմ չէ, ես այլ մոլորակային չեմ։ Նման ասենք հերյուրանքների մակարդակով հարցեր բարձրացնելը եւ դրան պատասխանելը, ասենք ամեն ինչ ասում են։ Ոնց մյուս եպիսկոպոսների պահով ասացիք, որ իրենք աղքատության ուխտն է խախտել սակայն Ես նայեք կներեք երևի իմ խոսքում հիշեք, ասացի, եթե իրենք այդ ուխտերը խախտել են ու իրանց դեմ կոմպրոմատներ ունեն իշխանությունները, իրենք սխալ ճանապարհով են այդ իրավիճակից փորձում դուրս գալ։ Այսինքն իրենք չէին կարող այլ ձևով հայտնվեին վարչապետի շրջանակում։ Բայց դուք ասացիք, որ իրենք զղջացել են, ապաշխարել են։ Եթե նախկինում այդպիսի ասի խնդիրներ քննվել է իրենց մասով եւ իրենք կարգալույս չեն արվել, ուրեմն այդ խնդիրների շուրջ իրենց Այսինքն ամբողջը ենթադրություն էր։ Ենթադրություն չի,
Դա Այսինքն այդպեսի բան եղել է։ եթե որևէ մեկի մասին եղել է եւ այդ հարցը քննվել է, դուք ասենք եթե պատկերացում ունենաք, վստահ եմ ձեզանից շատերը ունեն, կարգապահական հանձնաժողովը ինչ մեխանիզմներով է աշխատում, մայր աթոռի շնորհների բաշխման եւ կարգապահական հանձնաժողով կա, որը ցանկացած մեկի հարցը քննելուց հետո, երբ որ ինքը մեղք է գործել, հարցնում է այդ մեղքի համար դու զղջում ես, որովհետև դեպք է լինում մարդը այդ հանձնաժողովին ասում է ես այդ մեղքը չունեմ կամ չեմ զղջում։ Եթե ասում է չունեմ, պիտի ինքը հիմնավորի որ չունի, եթե ասում է ունեմ եւ չեմ զղջում, իսկ եթե ինքը այդ կարգապահական հանձնաժողովում այդ հարցը նախկինում ներկայացվել է եւ ինքը այսօր շարունակում է քահանագործել, վստահաբար ինքը զղջում եւ ապաշխարության Ենթադրում եք, որ եղել է այդպիսի բան, ինքը զղջացել է։ Դուք Ասում եք, եթե եղել է։ Ասենք նայեք հիմա 8 հոգու մասին ենք խոսում, կարող է իրանցից մեկի համար եղել է, եւ մեկի համար չի եղել։ Ոմանց համար էլ ասենք ես իրենց աստիճանից ելնելով չեմ ուզի ավելի անznավորեմ, որ ասենք չհայտնվեմ, ասենք, չգիտեմ, ասենք կարող է հիմա մի փոքր փորձեմ ավելի շատ անznավորեմ, հայտնվեմ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակում, որը ես ինձ թույլ չեմ տա այդպես իջնեմ, իրենց անձնական հարցերը ես բարձրացնեմ։ Թող իրենք իրենց անձնական հարցերը ինքնուրույն ներկայացնեն կարգապահական հանձնաժողովին եւ փորձեն լուծումներ գտնել։ Դա իրենց անձնական խնդիրն է։ Իրենք եթե այդ խնդիրը ունեն, որոնց համար իրենց շանտաժ են անում, ահաբեկում են, արդեն խնդիր ունեն։ Այդ խնդիրներից դուրս գալու իրենց ճանապարհ է նորից։ Իսկ ինչ գիտեք, որ շանտաժ են անում։ Կարող մարդկանց անկեղծ դիրքորոշում է։ Կզարմանայի, որ իրենց, բա մինչև այդ սուրեր իրենց անկեղծ դիրքորոշում է։ Նոր են դարձին եկել։ Բացառում են։ Ես իրենց շատ ավելի կհարգեմ, եթե իրենք, ասենց, սկզբունքորեն թեկուզ Նա որ Կճոյանը ձեր դերում դուրս գա, ինչ կասեք իրեն։ Եթե դեռևս կարգալուծության հրամանը չի եղել, Աստված օգնական կասեմ։ Ինքը դրա կարիքը այս պահին ավելի շատ ունի, քան նույնիսկ այն մնացածը։ Դուք կարծում եք, որ Կճոյանին պետք է կարգալույց անեն։ Եթե ինքը առանց վեհապարի գիտությամբ է հանդիպել եւ եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի, իհարկե կարծում եմ։ Դեր հայր, առնվազն 2 ամիս առաջ նույն Եվ ոչ միայն Կճոյանին, ցանկացած մեկին, էլի, ասենք բոլորին, ցանկացած մեկին, եթե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի, եկեղեցում ինքը չի կարող լինել։ Այսինքն հստակ։ Բայց Ստեփանասատուրյանը դեր շարունակում է եկեղեցում լինել։ Տարբեր հարցեր, եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ եպիսկոպոսատ ժողովը մայրաթոռում վեհապար հայրապետի ատենապետությամբ կորոշի։ Եկեղեցում նման sense բազմա ժողովը քվեարկում է, որոշում է, բայց վերջնական որոշումը ժողովի ղեկավարի, այսինքն վեհապար հայրապետի առանց հաստատման որևէ արժեք չունի։ Դեր հայր գիտակ, առնվազն 2 ամիս առաջ այդ 8 սրբազաններից 2-ը խոսում էին հակառակ նույն Արցախի կորստի մասին, նույն եկեղեցու դեմ արշավի մասին։ Հիմա իրենք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Որն է ավելի անկեղծ ցես։ 2 ամիս առաջ արված հայտարարությունները թե 3 2 ամիս առաջ արած հայտարարություններից առաջ հավանաբար այդ կոմպրոմատները իրենց արժև չէին դրել եւ իրենք ազատ կամ արտահայտություն ունեին այդ կոմպրոմատների մասին մի անհանգստեք դուք այդ բոլորը կտեսնեք կլսեք նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց արժև ես վստահաբար ասում եմ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո նաեւ այս հակաեկեղեցական արշավը ծախողելուց հետո ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները, որ ունի իրենց դեմ։ Ինքը խափում է, կոնտրաբանդները օգտագործում է, վերջում էլ հրապարակում է, որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի, այլ թերուս լրագրող է նախկին, որը չի ավարտել լրագրողության են բազան չունի, որը դուք ունեք, ի պատիվ ձեզ։ Ես կուզեմ նաև իմ հարգանքն ու գնահատանքը արտահայտել բոլոր լրատվամիջոցներին, որոնք եւ Հովանավանքում հստակ կերպով ցույց տվեցին, թե այնտեղ ինչ է կատարվում ոստիկանների, ովքեր են այնտեղ հավաքվել, ինչպես են նրանք վերվել, ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը, իմ հարգանքն ու խոնարհում են, լավ լրագրողներ։ Չեմ ուզի անուններով էսպես իրանց էլ անդրադառնամ, կարամ իհարկե մի մասին արտահայտել, որոնք ուղղակի քաջությամբ այդ ամբողջի փողոցային խուժանի դեմ կանգնած
ազգի եւ եկեղեցու իրավունքներն էին բարձրաձայնում, հարգանքս խոնարհում ես եւ այդ լրագրողներին եւ կուզեմ արտահայտվել երեք համացանցում տեսա ասում են բա ուր են մտավորականներ ես բազմաթիվ մտավորականների խոսք լսեցի ի աջակցություն եկեղեցու նաեւ լսեցի տարբեր մարդկանց խոսքը աջակցություն վեհապար հայրապետին եկեղեցուն եւ փառք Աստծո ջրերը պարզվում են եւ հստակ է լինում ովքեր են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իր օծյալ գահակալի կողքին, ովքեր են դեմ եկեղեցուն եւ ովքեր են իրենց վարկով, կենցաղով տարիներ շարունակ վարկաբեկել եկեղեցին եւ այսօր էլ չեն կարողանում իրենց սեփական վարկը պաշտպանել եւ նրանց կողքին փառք Աստծուն ունենք հրաշալի հոգեվորականներ, որոնք իրենց կոչմանը հավատարիմ են։ Ես իմ աջակցությունն եմ բերում բոլոր իրենց կոչման մեջ, իրենց ուխտը եւ հավատարմության եւ կուսակրոնության եւ մնացած ուխտին հավատարիմ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, քահանաներին, սարգսակներին եւ պարզ հավատացյալներին, ինչու՞ չէ։ Տեսնում եմ այստեղ կանգնած հավատացյալների մեջ լեգենդար մարդիկ կան, հարգանքներս ձեզ, խոնարհումս, բոլոր են քաջ համարձակ մարդկանց, շնորհակալություն ձեզ, իմ համեստ կարծիքը հայտնելու համար, ցանկացած կերպ կարող եք առողջություն իմ կարծիքը կարակ կրճատեք երկարացնեք, կարակ եթե ուղիղ եթերում դնեք, առանց ուղիղ եթերի, ինչպես կուզեք արտահայտվեք, ձեզ բոլորիդ Աստված օրհնի։ Շնորհակալություն։ Բոլորիդ շնորհակալություն։ Հա, Աստված օրհնի ձեզ։ Վերջում հաջողն էլ բարևի նման էր, Ես ձեզ մաքուր լինք տվել եմ։